Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Հայաստանի և Ադրբեջանի զենքի մատակարարները բախման եզրին, ինչ հետևանքներ կունենա Հնդկաստան-Պակիստան մեծ պատերազմը Հարավային Կովկասի վրա։ Հադրութը պաստեց Պակիստանում։ Սպիտակ տնից սուր պաթոռ, Պապի կերպարում Թրամփի լուսանկարն ու կոնկլավի պատրաստությունը Վատիկանում։ Ալեկոծություն Գերմանիայի քաղաքական դաշտում, ընդդիմադիր կուսակցությանը ծայրահեղական ճանաչելու որոշումից հետո Վաշինգտոնը Բերլինին հորդորել է փոխել քաղաքական կուրսը։ Արցախը կորնիձորի դիմաց, ինչն է տեղահանված արցախցիներին պահում Սյունիքի սահմանամերձ գյուղերում։ Իրենց կարծնենք, որ ինչու ուզում եք, որ այս գյուղերի մեջ մնաք ուրիշ գյուղ չգերտար կամ Երևան ինչու չգերտար, առաջին պատասխանը դա որ դիմացը տեսնում եմ Արցախը եւ ուրախանում եմ։ Ինչպես բռնեց նացիստների լրտեսին եւ արժանացավ Փարքի շքանշանին, 100-ամյա վետերանի հուշերը ռազմաճակատից։ Ստուգեցի, տասնամ полный заражен։ Տարածաշրջանի հարևանությամբ պայթյունավտանգ վիճակ է։ Ակնհայտ է, որ Հնդկաստանի ու Պակիստանի հնարավոր առճակատումը միայն այս երկրներով չի սահմանափակվելու։ Մեծ պատերազմի շոշոփն ըստ որոշ մասնագետների կարող է հասնել նաև Հարավային Կովկաս, թե ինչ ուժգնությամբ դեռ պարզ չէ։ Սակայն անհնար է հաշվի չառնել կարևոր մեկ գործոն։ Բախման եզրին են միջուկային պետություններ, որոնցից մեկը Հայաստանին է զենք մատակարարում, մյուսը Ադրբեջանին։ Հնդկաստանի ու Պակիստանի սահմանային շրջանների բնակիչները պատրաստվում են հնարավոր ռազմական գործողությունների, կառուցում են ապաստարաններ, կուտակում պարենային պաշարներ։ Նյու Դելիի ռազմաօդային ուժերն ակրաման զորավարժություններ են անցկացրել։ Ընդգրկելով կործանիչները, սա կարող է դիտվել որպես հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստություն։ Պակիստանի զինված ուժերը նույնպես բարձր պատրաստվածության են բերված։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Լարված է իրավիճակը սահմանին Հնդկաստան-Պակիստան, ինչ անշուշտ մտահոգիչ է, քանզի երկուսն էլ միջուկային պետություններ են եւ կարող է մի պահ չդիմանան այդ գայթակղությանը միջուկային զենք կիրառելու, բայց ես կարծում եմ Հնդկաստանի դերակատարումը այստեղ ուրիշ է։ Հնդկաստանը ցավոք սրտի համաձայնվել է հանդես գալ կարծես թե կատալիզատորի դերում Չինաստանին տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ ներկայացնելու համար։ Ստացվում է թիրախը Պակիստանը չէ այլ Չինաստանը, Ամերիկան ցանկանում է Չինաստանին կանգնեցնել փաստի առաջ, ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք այդ երկիրը սահմանել է ամերիկյան ապրանքների համար։ Միշտ էլ Միացյալ Նահանգները բավականին ջերմ հարաբերություններ ունեցել Պակիստանի հետ, միշտ։ Ավելին, Պակիստանի բոլոր իշխանությունները փոխվել են Միացյալ Նահանգների գիտությամբ։ Եվ հիմա այնպեսի իրավիճակ է ստացվում, որ Տրամփը հայտարարում է, որ ինքը Պակիստան-Հնդկաստան այս կոնֆլիկտում աջակցում է Հնդկաստանին։ Սա զարմանալի է ըստ էության։ Փոխանակ որպես միջնորդ հանդես գալ եւ կանգնեցնի այս ամենը, կարծես թե կրակի վրա յուղ են լցնում։ Կողմերը հիմա կապի մեջ են դիվանագիտական խողովակներով։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Պակիստանի վարչապետի ու Հնդկաստանի արտգործնախարարի հետ, սակայն էսկալացիան չի նվազում։ Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման եւ տարանցման վրա։ Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանագիր է ստորագրել 26 Ռաֆալ ինքնաթիռ մատակարարելու համար։ Կրակի վրա ակնհայտորեն յուղ են լցնում, Չինաստանի դեմ Հնդկաստանին զինում են, որտեղ այստեղ խնդիրը Պակիստանը չի։ Գիտենք, որ 200 միլիոնանոց Պակիստանը դժվար թե կարողանա դիմադրել 1.5 միլիարդանոց Հնդկաստանին ամեն դեպքում։ Սրան զուգահեռ լարվել են Վիետնամ-Չինաստան հարաբերությունները։ Մասնագետը տպավորություն ունի, որ Պեկինին փորձում են ներփակել տարածաշրջանում, սեղմել երկու կողմից, ներքաշել պատերազմի մեջ, թույլ չտալով խառնվել համաշխարհային գործերին։ Թրամփն այս կերպ փորձում է մեկուսացնել Չինաստանին։ Այս պահին երկրորդ պլան է մղվել Իրանը։ Կարծում եմ, մենք առաջիկայում կտեսնենք լուրջ բախում, բայց հուսանք, որ գործը չի հասնի միջուկային պատերազմի։ Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է արդյոք ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա, հաշվի առնելով, որ այս երկրներից մեկն Ադրբեջանի սերտ գործընկերն է, մյուսը Հայաստանի։ Երևանը Հնդկաստանից է զենք ներկրում, Բաքուն Պակիստանից։ Մասնագետի խոսքով սա մեր ռազմատեխնիկական գործակցության վրա չի ազդի։ Սա ըստ էության բումերանգի էֆեկտով պտտվեց եկավ հասավ հենց իրենց պակիստանցիներին, երբ իրենք Շուշիում եւ Հադրութում
արդեն ըստ տարածված տեղեկատվության եւ կարծես թե ճշտում է չի էլ հերքվել, որ օրինակ հադրութում մեր դեմ լեռնային հրաձիգներն են կրվել նաեւ պակիստանցի։ Պակիստանը սա պիտի հասկանար եւ հասկանա, որ այդ հադրութը մի օր պայթելու է Պակիստանում։ Եվ այդ հադրութը պայթեց Պակիստանում։ Այսօր Պակիստանը գոյաբանական լուրջ խնդրի առջև է կանգնել։ Հնդկաստանն արդեն բացահայտ ասում է, որ Պակիստանը պետք է 5 մասի բաժանվի։ Տպավորություն է, որ այս երկիրը դրվել է համաշխարհային զոհասեղանին եւ արդեն որոշում կա, որ Պակիստանը չպետք է լինի այն սահմաններով, ինչ հիմա է։ Դարձյալ քարտեզի վրա նոր սահմաններ են գծվում։ Սրանով Միացյալ Նահանգները մի քանի քայլ է անում ստրատեգիական, Հնդկաստանին փորձ է անում սիրաշելով պոկել BRICS-ից, որտեղ հիշում ենք Տրամպի ցավոտ վերաբերմունքը, որ եթե ձեզ թվում է, թե դուք BRICS-ում հավաքվել եք եւ դոլարին այլընտրանք եք առաջարկում, հիմա դուք կտեսնեք դոլարի այլընտրանքը։ Մասնագետի խոսքով Հնդկաստանի այս տեմպով զինումը վկայում է, որ Նյու Դելիին պատրաստում են տարածաշրջանային մեծ պատերազմի, իսկ Ռուսաստանն այս կոնֆլիկտի մեջ չի ներքաշվի։ Իրանի հետ կարող է միջնորդի դեր ստանձնել լարումը թուլացնելու համար։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելուց 4 օր անց դեռ պաշտոնանք չի արվել։ Թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուքին գնահատական լինելու է։ Հարցի պատասխանը լրագրողները փորձել են ստանալ Երևանի քաղաքապետից, որն այսօր զբաղված է շաբաթօրյակով։ Տիգրան Ավինյանը կարճ է պատասխանել, ասելով, որ գնահատական լինելու է։ Նրա խորհրդական Կամո Արեյանն էլ ասել է, որ դատապարտում է ցանկացած բռնարարք։ Բոլորը ձեր գնահատականին են սպասում։ Երբ կլինի, պարոն Ավինյան, ձեր լռությունը ասում են բռնությունը արդարացում է լինում բռնության։ Ուղիղ հարցի պատասխան ունեք, պաշտոնանք կարվի թաղապետը Նոր Նորքի, թե ոչ, պարոն Ավինյան։ Պահանջում են հրաժարական, դուք իսում եք։ Ես չգիտեմ, ես չեմ հետևել ընթացքին։ Որպես քաղաքապետի խորհրդական խորհուրդ տվել եք այդ մասով։ Չեմ հետևել ընթացքին, դատապարտում եմ ցանկացած բռնարարք։ Երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, ես կողմ չեմ որևէ բռնարարքի։ Թուրքիան հերքում է Բաքու մեկնելու համար Իսրայելի վարչապետ Նեթանյահուին օդային տարածք տրամադրելու լուրերը։ Թուրքիայի օդը Նեթանյահուի համար շարունակում է մնալ փակ, հայտարարել են Էրդողանի աշխատակազմից։ Անկարան նաև հայտնել է, որ Իսրայելը չի դիմել Թուրքիայի օդային տարածքով անցնելու համար։ Գերմանիայի իշխանության կողմից այլընտրանք Գերմանիայի համար կամ AfD կուսակցության ճանաչումը որպես աջ ծայրահեղական ուժ հարուցել է Միացյալ Նահանգների զայրույթը։ Պետքարտուղար Ռուբիոն Բերլինին կոչ արել փոխել քաղաքական կուրսը։ Ռուբիոն նշել է, որ ընդդիմությանը լրտեսելու համար հետախուզության ծառայությանը նոր լիազորություններ տալը ոչ թե ժողովրդավարություն է, այլ քողարկված բռնապետություն։ Իրականում ծայրահեղականը ոչ թե AfD-ն է, որը վերջին ընտրություններում երկրորդն էր, այլ establishment-ի վարած բաց սահմանների կործանարար քաղաքականությունը, որին դեմ է AfD-ն, հայտարարել է պետքարտուղարը։ Ավելի վաղ այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության ղեկավարները իրենց ուժի դասակարգումը որպես աջ ծայրահեղական շարժում համարել են հարված երկրի ժողովրդավարական ինստիտուտներին։ Դոնալդ Թրամփը շտապում է նոր բարձունքների հետևից։ Միացյալ Նահանգների նախագահը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է նեյրոնային ցանցի օգնությամբ պատրաստված իր լուսանկարը, որտեղ Հռոմի պապի հագուստով է։ Լուսանկարում նա նստած է ոսկեզոծ գահին, հագին սպիտակ թիկնոց։ Թրամփի կրծքին կարելի է տեսնել մեծ ոսկե խաչ, իսկ գլխին կաթոլիկ միտրա։ Պատկերում Միացյալ Նահանգների նախագահը ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատին կա մատանի։ Ավելի վաղ Ամերիկայի նախագահը կատակել էր, որ դեմ չէր լինի դառնալ Հռոմի պապ։ Իսկ կաթոլիկ աշխարհի իրական հովվապետի ընտրությունը կմեկնարկի մայիսի 7-ին։ Կոնկլավի նախապատրաստությունը քննարկելու համար Վատիկանում տեղի է ունեցել 9-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցել է ավելի քան 180 կարդինալ։ Քննարկվել են դավանաբանական ու կազմակերպչական հարցեր։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Մատեո Բրունին հերքել է Հռոմի նոր պապի գլխավոր հավակնորդներից մեկի, կարդինալ Պիետրո Պարոլինի հիվանդանալու լուրը։ Սիկստինյան կապելայի տանիքին էլ տեղադրվել է այն ծխնելույզը, որից դուրս է գալու կոնկլավի ընտրության արդյունքը խորհրդանշող ծուխը։ Սև, եթե պապ չի ընտրվում, սպիտակ, եթե ընտրվում է։
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Սիրիայի Սուեյդա շրջանի Քանաքեր գյուղում 4 քաղաքացի է սպանվել, հայտնում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը։ Ռմբակոծությունից հետո բնակելի շենք ու մեքենաներ են վնասվել։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի անցումային կառավարությանը զգուշացրել էր, որ եթե դրուզների համայնքի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն, հետևանքները կլինեն լուրջ։ Դրուզները Սիրիայի այդ տարածքում բնակվող կրոնական փոքրամասնություն են, որոնք վայելում են Իսրայելի աջակցությունը։ Ուկրաինայի զինված ուժերը վաղ առավոտյան գրոհել են Նովորոսիյսկի ուղղությամբ, ըստ ռուսական կողմի հակառակորդն օգտագործել է օդանավային տիպի անօդաչու թռչող սարքեր եւ կառավարվող հրթիռներ, տուժել է 5 մարդ, հայտարարվել է արտակարգ դրություն։ Волна-то ушла. Мать, мне руки трясутся. Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ի շքերթին։ Մերժելով հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի պատրաստվում մասնակցել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, որը Ռուսաստանի նախագահին թույլ կտա մայիսի 9-ին դուրս գալ միջազգային մեկուսացումից։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը սպասում է տոներին իրավիճակը լիցքաթափելու Կիևի վերջին քայլերին։ Պեսկովի խոսքով Մոսկվայի առաջարկած հրադադարի նպատակն էր խաղաղ կարգավորման հարցում ստուգել Կիևի պատրաստակամությունը։ Ուկրաինային առավել կոշտ պատասխանել է Դմիտրի Մեդվեդևը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը զգուշացրել է, որ Մոսկվայում հաղթանակի օրն ուկրաինական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևը կտեսնի մայիսի 10-ը։ Մինչ ֆաշիզմին հաղթած երկրները պատրաստվում են մեծ շուքով նշել հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը, Ադրբեջանը վերացնում է այդ հաղթանակի հետքերը օկուպացված Արցախում։ Բարբարոսները հիմա էլ ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-ից 45 թվականների հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը եւ զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը։ Տեղեկությունն ու վանդալիզմի դեպքը հիմնավորող լուսանկարը հրապարակել է Արցախ Monuments Facebook-յան էջը։ 100-ամյա Ասատուր Բազյանը հայրենական պատերազմի վետերան է։ Չնայած ճակատ է զորակոչվել 18-ը դեռ չլրացած ու մարտերի ժամանակ 2 անգամ վիրավորվել է, պատերազմից հետ է բերել ու առ այսօր պահում է միմիայն հաղթական հուշեր։ Արմատներով Սյունեցի վետերանը մասնակցել է Ուկրաինայի եւ Լեհաստանի ազատագրմանը, ոչնչացրել թշնամու տանկերն ու նույնիսկ գերեվարել գերմանացի լրտեսին, որը կնոջ հագուստով էր քողարկվել։ Հենց այս պատմության մանրամասներն է Ասատուր Բազյանը պատմել Աբու Դաբիում գործող Վիորի լրատվական գործակալության մեր գործընկերներին։ 41 թիվին եվրոպեական հերս տարել են։ Դրանից հետո 42 թիվի աշունը ինձ են տարել, հələ 18 տարեկան չեմ եղել։ Մեզ տարել են Դոնեցկի։ Դոնեցկուց արդեն մտալ եք պատերազմում։ Վերցրել եք Խարկով, հետո Պոլտավա, Կիև, Ռովնո, Դուբնո, Լուցկ, Բրոդ, Գորոդստայանովկա, այդպես հարձակվել եք, կենտրոնական ճանապարհը, տեսնամ մի հատ կին է գալիս, բայց կասեմ դրա պախոդը կնոջ պախոդ չէ, Քայլում էլի, որ եկուանցինիկ ստոյ ռուկի վեղ, ստուգեցիք այդ շպիոններն ստեղ յադ են լինում, դերցունում է որ մահանա, տեսնակ չկա, վերջը ստուգեցի, տեսնամ պոլն է զարաժան, բարձրացրե շտաբը, կասեմ տավարիշ Պուխով, շպիոն, Дочерний проверка, нор Базян Асату, это сержант Хадистро, объявляем благодарность и наградит орден слава 3-й степень. Мире сунтари анцат, եղել Караканда, это գնացել եմ աշխատելի, նոր այդտեղ ոնց եղավ, դիրեկտորի տեղակալը, Թե դու կարող ես պատահի այնպես որ
Ստայանովկա շպիոնը բռնել ես, կասեմ հա, ասում բա ասմա ես էլ կամանդիր это պալկայի տեղակալն եմ եղել։ Հերս մտալա Բերլին, մի հատ չի վիրավորվել, Թամանյանի դիվիզիայի մալեր, այդպես էլ սաղ սալամատ եկալա տուն։ Дай Бог здоровья, чтобы встречались всегда хорошего. Հայաստանի ամենամեծ ներուժը սահմանամերձ գյուղերում է։ Այս համոզմունքով են ֆրանսիահայ երիտասարդներ Մաթյոն եւ Ռաֆին Կորնիձորում կենտրոն հիմնել աջակցելու Արցախից տեղահանված ընտանիքներին։ Տղաների պատմելով հյուրընկալ Կորնիձորն արցախցիների համար երկրորդ տուն լինելուց զատ եւս մեկ կարևոր նշանակություն ունի։ Տեղակայված է անմիջապես Արցախի դիմաց։ Հերմինե Ղարիբյանի ռեպորտաժը։ Արցակուրտն Արցախում, ինչպես դրախտում։ Մինչև պատերազմը Մաթյոն ընկերները հասցրին մի քանի օր բացահայտել Ստեփանակերտը, Հադրութը, Ասկերանը, Արցախի մյուս գողտրիկ անկյունները։ Սա էր, որ փոխեց սփյուռքահայ տղաների միտքն ու կյանքի ուղին։ Սաղ պատրաստը, հեսա սուրճ գխմենք, բայց դարու սուրճ, չէ։ Ես հիշում եմ, որ փոքր դրախտ էր այս գյուղերը, այս գյուղի կյանքը, հայերենով միրգեր եմ սովորել այս գյուղի բացահայտելու ընթացքում։ Սալոր, տանց ու հիշում եմ, որ մի քանի գյուղեր որ մասնակետ էին պոպոքի։ Սիրտն ու հոգին Արցախում թողած վերադարձան Երևան։ Մի քանի օր անց պիտի սկսվեր 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ ասում է Ֆրանսիա վերադառնալու մասին մոռացան։ Ամեն ինչ մի կողմ դրած սկսեցին ջանք ու եռանդ չխնայել պատերազմի հետ ապրող կամ արկերից մի կերպ փրկված ու Հայաստան հասած մարդկանց օգնելու համար։ Ամեն օրը նոր մարտահրավեր էր։ Ժամանակ չի կար զգացելու համար, ժամանակներ անելու համար ու շատ չենք մտածել ապագայի մասին կամ մանրամասների մասին, մենք գիտենք, որ պիտի օգնենք, գիտենք, որ ընտանիքներ կային Ստեփանակերտում։ Փոքր քայլերը մեծ գաղափար դարձան, ամեն ինչ Հայաստանի համար։ Որոշեցին ու հիմնեցին համանուն կազմակերպությունը, շատ բան տեսան ու լսեցին 23-ին հայրենիք վերադարձող գաղթականներից, օգնեցին ինչպես ու ինչով կարողացան։ Հիմա Կորնիձորում նրանց կենտրոնն է, Կորնիտունը, տաքույ հյուրընկալ Սյունիքում ասում են իրենք տանն են։ Մենք մտածում ենք, որ Հայաստանի ամենամեծ ներուժը սահմանամերձ գյուղերում է, ոչ թե միայն մշակույթի մասին եմ խոսում, բայց ընդհանրապես ժողովրդի մասին, մտածելակերպը ու մենք այնտեղ մեր հիմնական նախագիծ ենք սարքում։ Փորձում ենք այդ առիթները ստեղծել, որ մարդիկ կան, մեր կողմը մնան եւ գյուղացիների հետ շփվեն, երեխաների հետ աշխատեն, գամավոր։ Հիմա ավելի քան 700 արցախցի ընտանիք կա Սյունիքում։ Բոլորի հետ մշտական կապի մեջ են, լսում են, փորձում օգնել։ Տուն ու տեղ կորցրած մարդիկ այսօր էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ամենամեծ հարցերը որ կան, որ ոչ թե միայն արցախցիների, բայց նույնիսկ արդեն ով որ այնտեղ ապրում էին գյուղերում, որ գյուղատնտեսական գործով գսպարվեն եւ արդեն գործն արդեն քիչ է, այսինքն գործի առիթներ չի գա գյուղերում։ Ընդհանրապես միշտ այդ հարցը կա, որ ինչ պիտի անենք։ Ինչ անել, ինչով զբաղվել, այս հարցերից զատել տասնյակ խնդիրներ կան։ Սահմանին սովորական դարձած կրակոցներից մինչև պատերազմի մշտական սպառնալիք։ Այս բոլորով հանդերձ սյունեցիները հաստատակամ են, ապրել միայն այնտեղ, որտեղ իրենց տունն է, իսկ արցախցիները մնալու մեկ այլ պատճառ ունեն։
երբեմն կիսվում են իրենց օգնելու եկած կամավորների հետ։ Իրենց կարծնենք, որ ինչու ուզում եք, որ այս գյուղերի մեջ մնաք, ուրիշ գյուղ չգերտար կամ Երևան ինչու չգերտար, առաջին պատասխանը դա որ դիմացը տեսնում եմ Արցախը եւ ուրախանում եմ եւ գարոդում եմ իմ տունս եւ այդ որտեղ մեր գյուղը կորնիցորը որ գա դիմացը ճիշտ լաչինը գա, որ ամեն քիշերա երևում է, լույսերը վարված է, մարդիկ միշտ նայում են, ասում են, որ ուզում եմ տունիս մոդելալ։ Ծովը կաթիլներից է գոյանում եւ ուրեմն ամեն ինչ Հայաստանի համար ծրագիրը հիմնադիրների խոսքով այն կաթիլն է, որով գոյանալու է ծովը, իր շուրջն ունենալով զարգացած ու ծաղկուն գյուղեր ու քաղաքներ եւ այնտեղ ապրող երջանիկ հայեր։ Միշտ հետաքրքրությունը կա։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Գույնի եւ բովանդակության հետաքրքիր զրույց, որի առանցքում քաղաքային կոլորիտն է իր հարուստ գունապնակով։ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսը։ Ներկայացված է գեղանկարչի վերջին 20 տարվա ստեղծագործությունների ընտրանին։ Շրջանների միջև ցուցահանդեսը բաց կլինի 10 օր։ Շրջանների միջև կյանքը մեկ օրվա տարբեր իրադարձություններում գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսում մեկտեղվել են վերջին 2 տասնամյակի գործերը։ Մի քանի 100-ն անցնող կտավներից ընտրանի հավաքելը հեշտ չի եղել։ Եթե կնկատեք, պատերը ամբողջ սյուժետայինի վրա դրվեց ամբողջ, ուրեմն հիմքը գունայինը նաև պահպանելով, որովհետև եթե իրական Արթուրի ամբողջ ստեղծագործությունները ցույց տան, երևի մի քանի նման ցուցասրահ մենք միաժամանակ կարող էինք, այսպես ասած, ցուցադրել։ Նկարչի անցյալի եւ ներկայի բազմաբնույթ կտավները լրացնում են մեկը մյուսին։ Ցուցահանդեսը յուրօրինակ զրույց է գույնի եւ բովանդակության։ Հովհաննիսյանի վերցնած գործերի առանցքում մեծամասամբ քաղաքն է եւ քաղաքային կոլորիտը, որտեղ ոչ միայն մարդիկ են, փողոցներ եւ անցուդարձ, այլև խորհրդանշական իրեր ու դետալներ։ Ինձ հետաքրքրել են, միշտ հետաքրքրել են տարբեր իրողություններ եւ այն ինչ կյանքի հետ է կապված եւ նաեւ միաժամանակ ալեգորիկ, աստվածաշնչյան իրողություններ եւ թերևս հենց այդ սիրո եւ այդ հետաքրքրության դրսևորումներ են այն աշխատանքները, որոնք որ դուք նշեցիք, բիբլիական աստվածաշնչյան հիմքով, որտեղ որ այնուամենայնիվ ես փորձել եմ որոշակի դիտանկյուն, որոշակի բովանդակային, այսպես ընդլայնում կամ փոփոխություններ կատարեմ։ Հատվող կամ բաժանվող քաղաքային ճանապարհներ, խաչմերուկներ, հանգույցներ, լուսավոր կամ ոչ այդքան շենքեր, փոխադրամիջոցներում հույզեր թողնող մարդիկ, գեղանկարչի ներկապնակը թավ գույների ամբողջություն է։ Անահիտ Բախշյանը Արթուրին գիտի նրա պատանի տարիքից, ուսուցիչն է եղել, հիշում է դպրոցական տարիներին զգացվում էր ստեղծագործական տարբերվող ջիղունին։ Միշտ հետևել եմ իր հետագիծը, հետագծին ու միշտ հիացել եմ եւ առաջին անգամ չէ որ մասնակցում եմ իր ցուցահանդեսին, հպարտ եմ իրենով, բացառիկ կարգին մարդ է, տաղանդավոր տղա։ Երբ աքաղաղը կանչի Հիսուսին մատնելու եւ խաչելու պատմության յուրօրինակ մեկնաբանությունը արարվել է Սուրեն Սաֆարյանի աչքի առջև։ Ուսանողական տարիներից միմյանց ճանաչող նկարիչները սովորել են նույն արվեստանոցում։ Նկարիչների միության նախագահը հիշում է, այս կտավը վրձնելիս Հովհաննիսյանը ինչ սրտացավությամբ էր աշխատում։ Դիպչում է բոլոր իրադարձություններին, բոլոր կետերին մեր երկրի եւ ընդհանրապես համաշխարհային առումով դա կարող եմ հավաստիացնել, նա ունի շարք մեր Երևանին նվիրված, ունի շարք, շատ մեծ շարք ունի, ուրեմն հոգևոր թեմային հատկացրած, պարզապես փոքր մանրուքներ, որոնք չեն վրիպել ուրեմն Արթուր Հովհաննիսյանի աչքից եւ դարձել են շատ հետաքրքիր ստեղծագործություններ։ Շրջանակների միջևը ցուցադրություն է սեփական մտքի ու ոճի հետ տարիների բովից երկխոսելու մասին։ Ժամանակի ընթացքում նկարիչը զարգացրել ու հարստացրել է ոճը, ամրապնդել անհատական տարբերվող ձեռագիրը։ Նրա ստեղծագործական փուլերը եզրագծված են ժամանակով, որտեղ ամեն մի տասնամյակ իր դեմքն ու ասելիքն ունի։ Շուրջ 70 գործ։ Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 13-ը։
Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşınt իրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Էրեբունի վարչական շրջան 10-ից 16-ը, Սասունցի Դավթի փողոց, Աճեմյան 2-րդ նրբանցք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, երկաթուղայինների փողոցի առանձնատներ, Ռոստովյան 17-ի 1 շենք, Medline Clinic ՍՊ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շենգավիթ վարչական շրջան 10-ից 16-ը, Արշակունյաց Պողոտա 30-32 շենքեր, Լազոյի 6 շենք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16-ը, Հասրատյան 25-ի 2, 25-ի 4, 25-ի 6 շենքեր, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16-ը, Լուկաշին եւ Օտյան փողոցներ Մասնակի եւ Մելիքյան փողոց, Նոր-Նորք վարչական շրջան 11-ից 14-ը, Նոր-Նորք 3-րդ զանգված, Դինաստիա ՍՊ, Տաշիր Պիցա ՍՊ, Մաքս բենզալցակայան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորք Մարաշ վարչական շրջան 11-ից 17-ը, Նորք Մարաշ, Նորքի այգիներ 154, 202, 202-ի 1, 208, 212-ի 2, 225-ի 5 առանձնատներ, Արմենակյան 133-ի 1, 202, 202-ի 6, 202-ի 3, 225, 225-ի 5 առանձնատներ, Gold Glass, Basna ՍՊ-ներ 121-րդ Մսուր մանկապարտեզ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիր 11-ից 17-ը Արշալույս գյուղ, Արագածոտնն 11-ից 17-ը Աշտարակ, Մուղնի թաղամաս, Ռիաթազա, Միրակ, Մելիք գյուղ, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու եւ Ալագյազ գյուղեր, Արարատ 10-ից 11-ը Դաշտավան, Դարբնիկ, Նիզամի գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 12-ը Նոր Կյուրին գյուղ Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 13-ը Վեդի, Խաչատրյան փողոց Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արարատ գյուղ, Լուսառատ եւ Բերքանուշ գյուղեր Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 16-ը Զորակ գյուղ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց ձոր 10-30-ից 12-30, Վայք քաղաք, Ազատության, Երկրաբանների, Համբարձումյան, Սիամանթոյի փողոցներ Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արին գյուղ Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայք 11-ից 17-ը Մայակովսկի, Հատիս, Զովաշեն եւ Կապուտան գյուղեր, Ջրվեժ, Գառնի, Հացավան, Գեղադիր եւ Գողթ գյուղեր Մասնակի, Գեղարքունիք 10-ից 16-ը Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 15-ը Աստղաձոր եւ Երանոս բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշ 11-ից 13-ը Այգեձոր, Չինարի գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 12-ից 16-ը Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի Մասնակի, Պարզլիճ փողոց Մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռի 11-ից 17-ը Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեմ, Պետրովկա, Ձորամուտ եւ Գոգավան գյուղեր, Սյունիք 9-30-ից 11-ը Վերին Գիրաթաղ գյուղ, սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 0800180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Լրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook-ի էջում ու Telegram-ում։ Այսքանն է այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։